Բարև սիրելիներս, շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ։ Ամանորյա այս օրերին ես ուզում եմ ձեզ ներկայացնել մի շատ հետաքրքիր հեքիաթ Էրնստ Հոֆմանի «Մարդուկ ջարդուկը» հեքիաթը։ Գնացինք։ Կար չկար մի ծերունի կար, Դրոսելմայեր անունով։ Ժամանակին նա հայտնի էր որպես թագավորական պալատի ամենահմուտ և ամենաճարտար վարպետ։ Դրոսելմայերը պատրաստում էր հրաշալի ժամացույցներ զարդարված փայլուն քարերով, երգող թռչուններով ու փոքրիկ խաղալիքներով, որոնք նվագում էին։ Նրա յուրաքանչյուր ժամացույց մի նոր հրաշք էր։ Մեկը 100 փոքրիկ զանգեր ուներ, մյուսը բացում էր գաղտնի դռներ, որոնց միջից դուրս էին գալիս խաղալիք թռչուններ ազդարարելով ժամը։ Բոլորը հիանում էին վարպետի գործերով, սակայն նրա ամենամեծ հպարտությունը յուրօրինակ թակարդն էր, որը կարողանում էր օրական հարյուրավոր մկներ բռնել։ Այդ սարքը դարձավ պալատի փրկությունն ու մկների թագավորի զայրույթի պատճառը։ Մկների չար թագավորն ապրում էր պալատում իր հպատակների հետ, բայց թակարդի պատճառով ստիպված եղավ լքել պալատն ու նոր բնակության վայր փնտրել, ինչը նրան խիստ զայրացրեց։ Նա որոշեց վրեժ լուծել Դրոսելմայերից և քանի որ տիրապետում էր կախարդանքի, անիծեց վարպետի եղբորորդուն, դարձնելով նրան փայտե տիկնիկ, մեծ ծնոտով ու տգեղ դեմքով։ Տիկնիկի հագին զինվորական համազգիստ կար, իսկ գլխին ծաղրական մի թագ։ Նա ուներ անսովոր մի կարողություն, ծնոտը բացել փակելով կարողանում էր կաղին ջարդել, ինչի համար էլ նրան կոչեցին մարդուկ ջարդուկ։ Մկների թագավորի կախարդանքը շատ զորեղ էր, այն վերացնելու միակ տարբերակը հետևյալն էր. նախ մարդուկ ջարդուկը պիտի սպաներ մկների չար թագավորին, ապա պիտի գտնվեր մի բարի աղջիկ, ով կսիրեր նրան չնայած տգեղությանը։ Բայց վարպետ Դրոսելմայերը չգիտեր, թե որտեղ է թաքնվում մկների թագավորը, և չկարողացավ գտնել այնպիսի աղջկա, որը կսիրեր փայտե տիկնիկին։ Խեղճ վարպետը վշտից դադարեց աշխատել, եղբորորդու ճակատագրի համար նա մեղադրում էր իրեն, սակայն տարիներ անց նրա սրտում նոր հույս ծնվեց։ Նա ուներ մի սանուհի, որի անունը Կլարա էր։ Նա շատ բարի ու քնքուշ աղջիկ էր, և Դրոսելմայերը հավատում էր, որ հենց Կլարան կարող է սիրել մարդուկ ջարդուկին և վերացնել կախարդանքը։ Այդպես սուրբ ծննդյան նախօրեին Դրոսելմայերը եկավ Կլարայի տուն իր հին մաշված պայուսակով։ Նրա սիրտը թրթռում էր հուզմունքից, այդ օրն ամեն ինչ պիտի որոշվեր։ Նա պայուսակից հանեց կոնֆետներ և ընկույզներ, շարելով դրանք տան տարբեր անկյուններում։ Սա կշեղի մկների թագավորին, մտածեց վարպետը։ Երբ եկավ նվերները բաժանելու ժամանակը, Կլարան բացեց իր նվերը։ Նրա աչքերը մի պահ փայլեցին, բայց երբ տեսավ տիկնիկի տգեղ դեմքը, ժպիտը մարեց։ Սակայն հետո նա քնքշորեն շոյեց այն, և Դրոսելմայերը հեռացավ, հույսով, որ հրաշքը կատարվելու է։ Երբ խնջույքն ավարտվեց, Կլարան վերցրեց տիկնիկն ու պառկեցրեց իր կողքին։ Ննջելուց առաջ նա շշնջաց. «Ես սիրում եմ քեզ, դու երբեք մենակ չես լինի»։ Այդ գիշեր նա մի տարօրինակ երազ տեսավ։ Մարդուկ ջարդուկը հանկարծ կենդանացավ, ժպտաց Կլարային և բռնելով նրա ձեռքը տարավ ներքև հյուրասենյակ, բայց այնտեղ սարսափելի տեսարան բացվեց։ Գետնի տակից, պատերի ճեղքերից դուրս էին գալիս հարյուրավոր մկներ, ծվծվացնելով և հրմշտելով իրար, իսկ գորգի կենտրոնում կանգնած էր 7 գլխանի մի հսկա մուկ, որը յուրաքանչյուր գլխին ոսկե թագ էր կրում։ Կլարան հասկացավ, որ հենց սա է մկների չար թագավորը։ Մարդուկ ջարդուկը հանեց իր փոքրիկ սուրն ու նետվեց առաջ։ Սկսվեց անհավասար կռիվ։ Մկները կրծոտում էին նրան բոլոր կողմերից, իսկ մկների թագավորը ծիծաղում էր, ավելի ու ավելի մոտենալով նրան։ Այդ պահին Կլարան հանեց կոշիկն ու նետեց մկների թագավորի վրա։
Կոշիկը դիպավ մկան 7 սարսափազդու գլուխներից 4-ին և նա օրորվեց, ճչաց ու տապալվեց գետնին։ Մկները տեսնելով այս ամենը խուճապահար փախան պատերի անցքերով։ Մարդուկ ջարդուկը վազեց դեպի Կլարան, գրկեց նրան ու շշնջաց. «Շնորհակալ եմ, որ ինձ փրկեցիր, թույլ տուր քեզ տանել իմ թագավորություն, քաղցրավենիքի աշխարհ»։ Այդ պահին Կլարայի շուրջն ամեն ինչ փոխվեց, նա հայտնվեց հրաշալի մի երկրում, լի շոկոլադե ծառերով, շաքարե ծաղիկներով ու լիմոնադե գետերով։ Նրանք անցան կարամելե կամուրջների վրայով և շրջեցին բլիթներով կառուցված դղյակով։ Կլարան չէր ցանկանում արթնանալ, որպեսզի երազը չավարտվեր։ Երբ արևը ծագեց, նա մարդուկ ջարդուկին դեռևս ամուր գրկած շշնջաց. «Դու իմ կյանքի ամենագեղեցիկ նվերն ես»։ Այդ պահին քաղաքի մյուս ծայրում արթնացավ վարպետ Դրոսելմայերը։ Նա վազեց դեպի տոնածառն ու փայտե տիկնիկի փոխարեն տեսավ խաղաղ ու ժպտադեմ քնած տղայի՝ իր եղբորորդուն։ Կախարդանքը վերջապես վերացել էր։ Ահա և վերջ, սիրելիներս, այսպիսի հետաքրքիր ամանորյա հեքիաթ ձեզ համար։ Հավատացեք երազանքներին և անպայման դա կկատարվի։ Ցտեսություն, սիրելիներս, կհանդիպենք հաջորդ հեքիաթների ժամանակ։